Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի Ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, ավանդույթի համաձայն իմ հյուրն է Նաիրա Զորաբյանը, մենք գիտեք, որ հանդիպում ենք ամեն 5 շաբթի, բայց մյուս շաբաթվանից մենք կհանդիպենք ամեն 2 շաբթի, շաբաթը կսկսենք նաեւ Տիկին Զորաբյանի հետ։ Եվ այսպես երեք մենք տեսանք թե ինչ էր տեղի ունենում ազգային ժողովում, այս մասին ենք ես կոնկրետ եւ նաեւ մասամբ Տիկին Զորաբյանը խոսում, որ ինչպես պիտի պահեն իրենց ընդդիմադիր գործիչները բոլորը, որտեղ բոլոր տեղերում գյուղում կլինի, փողոցում կլինի, ավտոբուսի մեջ կլինի, չգիտեմ, որտեղ ուզում է լինի, պիտի դավաճան սրիկա երկիր ծախող տականքները հայտնվեն ոչ կոմֆորտ իրավիճակում եւ պիտի իրենց դեմքին շպրտվի այն ինչ որ պետք է առավել Եվս այն ինչի մասին, որ մենք տևական ժամանակ խոսում էինք ազգային ժողովում բարձր ամբերումով, որ բոլոր ճանապարհները արդարացված են մերկացնելու այս սրիկաններին, նրանք ովքեր որ ասում են, պիտի ազգային ժողովում այդ տեղը չի, պիտի չգիտեմ, չէ, հենց ճիշտ տեղն է, որտեղ պիտի մերկացվեն, իսկ ինչ եք ուզում, ուզում եք մանդատները դնեք եւ բանը ազատ լրիվ կոմֆորտ վիճակ ստեղծեն, որ մահաբեր էս, որ երեք իրենց այդ այլանդակությունները իրենց դրսևորեցին, չնայած երևի դուք էլ նկատեցիք, այսինքն նկատելուն է դա արդեն հայտնի բան է, երևի արագ-արագ SMS էր գրում բոլորին, դու գնա այս բառն ասա, դու գնա սա ասա, որտեղ այս մարդը Նիկոլ ուրիշ զբաղմունք, ուրիշ բան չունի, հիմա ինքը զբաղված է Անայի հետ միասին, դեռ հայտնի չէ կինը ինչ կարգավիճակում է, իմիջիայլոց ինչի՞ է ծնգնավորվում, երբ որ ասում են զուգընկեր, արտահամուսնական չգիտե, իրանք իրանց բերանով ասում են մենք չենք ուզում օրինականացնել, այսքան տարի այսպես ապրում ենք, բայց ինչ որ հունից դուրս են գալիս, ինչև է, սա մի կողմ դրած, բայց այս երկուսը զբաղված են արդեն իսկ քարոզչությամբ, իրենք հիմա այս իրանց կրթական չգիտեմ ինչերով են զբաղված եւ լավ է, որ падգամավորները հիմա մերկացնում են իրենց եւ ընդհանրապես եկել է ժամանակը ես կոնկրետ զբաղվելու եմ դրանով, որ նրանք ովքեր որ գնում են ընդամենը կնոպկա սեղմելու, հատկապես սա խորհրդարանական ընդդիմության մասին է խոսքը, բացառություն Հայաստան դաշինքի 6 կամ 7, չէ, Տիկին Զորաբյան, 6 կամ 7 падգամավորներ, որ իսկապես Փայլուն աշխատում են այդ падգամավորները, ես չգիտեմ, մնացածը թե ինչով են զբաղված, կնոպկա սեղմելով, դա պատիվ ունի ամբողջ կազմը, որ կնոպկա սեղմելով է միայն զբաղված եւ չգիտես ինչի որոշել են, դե որոշել եք, որ ոչ կոմֆորտ վիճակ չստեղծեք Նիկոլի համար, գնացեք, չգիտեմ, հարմար տեղերում բան նստեք, ձեզ ոչ մեկ չի ընտրել դրա համար եւ նաեւ սա տարածում է պատիվ ունեն մյուս падգամավորների վրա։ Իմիջիայլոց այսպիսի առաջարկներ են անում, ինչ որ փորձագետներ Վահե Հովհաննիսյանից փոխանցեցին, ասում է, որ ինքը տևական ժամանակ տենց խոսում է դրա համար, որ դա այլևս սպառել է։ Ինչը չի սպառել, վայ։ Եթե Սրբազանի հետ էիր դուք պայքարը չի սպառել, գնացեք շարունակեք փողոցային պայքարը։ Ինչ որ չենք տեսնում։ Եթե դուք Գագիկ մի հատ կողմնորոշվի ում հետ ես։ Եթե դուք Գագիկ Ծառուկյանի հետ եք, մի հատ ասեք տեսնենք Գագիկ Ծառուկյանենք ինչ են անում։ Եթե մի հատ ուրիշ խմբի հետ եք, մի հատ կողմնորոշեք տեսնենք դուք ինչ, այդ ինչ պայքար եք դուք տանում կուլիսային, ոչ կուլիսային, հրապարակային, այդ կուլիսայինները մեզ հետաքրքիր չի, օրինակ հրապարակային, Վահե Հովհաննիսյան, դու ինչ պայքար ես տանում, դուք ներողություն, դուք ինչ պայքար եք տանում, որ մենք այդ տեսանելի չի, եթե դուք այդ պայքարի դեմ եք, ինչ որ ասում եք, այս պայքարով ասեց այդ պայքարը իրեն սպառել է, այդ պայքարը իրեն չի սպառել, որտեղ դա լուսաբանվում է նախ հմեկով եւ մենք շատ լավ գիտենք, օրինակ, գիտեք, չէ՞ Տիկին Զորաբյան, մենք ամենամեծ լսարանն ունենք YouTube-յան ալիքով, ամեն ամիս մենք ունենք 18-19 միլիոն հետևորդ միայն YouTube-ում եւ նույնչափ հետևորդ եւ շատ հաճախ կրկնակի Facebook-ում չէ, ուզում եմ ասել, որ անգամ մենք չենք, մեզ չեն նայում այդ գյուղերում շրջաներում, ում են նայում, ով սփռում ունի, հմեկը սփռում ունի, ով է լուսաբանում խորհրդարանական աշխատանքը, հմեկը, իսկ ինչու՞ պետք է այդտեղ փայլուն, ասենք չաշխատեն падգամավորները։ Իմիջիայլոց, եթե դուք այդպես падգամավորներին քննադատում եք, հիմա չստացվի է սևեռվել են Վահե Հովհաննիսյանի վրա, որտեղ ինքը շատ sense հետևողական այդ բանը խորհրդարանական ընդդիմության դեմ է խոսում, սա էլ շատ անհասկանալի է, իբրև թե սպառել են։ Առաջին հերթին սպառել են ձեր կողմից լոբին կարված երկու падգամավորներ, որոնք հայտնվեցին Հայաստան դաշինքում, Զովացի հայր Գեգամ Նազարյանը, դուք ես հիշում եմ հոդվածներ եք գրում, նախ մի հատ ասեք տեսնենք այդ ինչ տեղի ունեցավ Գեգամ Նազարյանի հետ եւ ինչով է զբաղված ձեր կողմից լոբին կարված Գեգամ Նազարյանը եւ Էլինար Վարդանյանը, որ ժամանակ առ ժամանակ հիշում է, որ падգամավոր է, հենց որ մոտենում է ժամանակը, որ ինչ որ նոր ընտրություններ պիտի լինեն, ինչ որ մի հատ հայտարարություն ալ, ինչի չունի այդ ակտիվությունը եւ ինչու չեն աշխատում։ Եվ վերջացեք ձեր այս ընդդիմության դեմ, ձեր այս բաները, ձեր այս չգիտեմ, քարոզչություն ասեմ, չգիտեմ ինչը, բայց գալիս ենք բուն թեմային, բուն թեման երեք մահաբերը, նույն ինքը Արսեն Թորոսյանը, որ
անպատվեց մի հատ իրանց պետք է ասել կողնորոշվեք, որովհետև ձեր Տերը ասում է ես թուրք բառից չեմ նեղանում, բայց դուք ասում եք ով որ մեզ թուրք է ասում, չգիտեմ, SSS, փաստորեն ես կարծում եմ որ Տիկին Զորաբյան իրենք ընկնավորվում էին թալան բառից, որովհետև իրենց թալանը երբ որ բացահայտվել Աննա անունից, երևի հրահանգել է որ Աննային ինչ որ բան հանկարծ ասեն, եւ Արցախը կոնկրետ 5 միլիարդով կամ 10 միլիարդով վաճառելուց հիմա դրան գումարվել է թուրք բառը։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ, ուրեմն այնինչ երեք մենք տեսանք ազգային ժողովում, դա բեսպրեդելի, դա հաբրգած լակոտապետության, դա հաբրգած խուժանապետության վերջն էր։ Հանրության մեջ Գարդասիլ Արսեն, Մահաբեր Արսեն անունով հայտնի առողջապահության նախկին նախարար, այժմ ԿՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հիշում եք դեռ պիտի պատասխան տա կովիդի ժամանակաշրջանի բազմաթիվ խախտումների համար, ինչը այս իշխանության օրոք բնականաբար չի բացահայտվելու, բայց նոր իշխանության օրոք մենք իմանալու ենք, թե իրականում ոնց, ինչ ռակուրսով, ինչ կերպ են լափվել կովիդի բողերը, ինչու եղան այդքան մեծ թվով զոհեր կովիդի ժամանակ։ Նույն Արսեն Թորոսյանը, ով հիշում եք ժամանակին ասում էր, եթե իմանայի, որ մանկական դագաղների բիզնեսը այսքան լավ բան է, դրանով կզբաղվեի, նույն Արսեն Թորոսյանը, ով 19 թվականին Հայաստանը անվանում էր չմո երկիր, չմո, դա Արսեն Թորոսյանի բառն է, երեք ազգային ժողովում հայտարարեց մեր թուրք ասողի հերը, մերը, լավը, ընտանիքը։ Այն դեպքում, երբ որ նույն Նիկոլ Փաշինյանը նույն ազգային ժողովի այդ նույն ամբիոնից հայտարարել էր, որ երբ որ ինձ թուրք են ասում, ես դրանից չեմ վիրավորվում, բայց Արսեն Թորոսյանը ասեց մեզ վատ իմաստով թուրք ասողի, թուրքի լավ իմաստը ո՞րն է Արսեն Թորոսյան, հիմա կարան քեզ ասեն թուրք եւ ասեն մենք լավ իմաստով ենք քեզ թուրք ասել, եթե դու ասում ես մեզ թուրք ասողի լավը, մերը, հերը, ընտանիքը, այդ դեպքում դու հայհոյում ես նաև քո Նիկոլ Փաշինյանին, որովհետև քո ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով ըստ երևույթին երեք ձեզ SMS-ներ էր գրում, կուրացիա էր անում, որը ինչ ասի, որ 10 քանի հոգով սենց փաթաթվել էիք ամբիոնին եւ իբր ձեզ տղայական պահում էիք, հա, տղայական պահում եք ձեր հետևում ունենալով ԱԱՑ եւ ոստիկանություն։ Վաղը, երբ որ դուք այլևս չեք լինի իշխանություն, ինչպես շատ լավ գրել էր հանրային դեմքերից մեկը, երազելու եք ոչիլ դառնալ ինչ որ մեկի գլխին, որ հանկարծ չերևակ եւ լինեք անտեսանելի ջոին երանի եք տալու փաստորեն, դու հայհոյել ես նաեւ Նիկոլին ասելով լավը մերը տիրում մերը ընտանիքը, որովհետև քո ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը վատ չի զգում, երբ իրեն ասում են թուրք։ Դու հայհոյել ես Հայաստանի բնակչության առնվազն 80%-ին, ով հենց թուրք իմաստով, ես չգիտեմ քո ասած թուրքի լավ իմաստը որն է, բայց հենց քո ասած վատ իմաստով հասարակության 80%-ը ձեր իշխանությանը, ձեզանից յուրաքանչյուրին բոլոր խաչմերուկներում, բոլոր փողոցներում, բոլոր հնարավոր հարթակներում ձեզ անվանում է թուրք։ Վրենել է իր ասածը։ Այո, վրենել, այդ իր ասածը։ Այո, սա ուրեմն երեք ազգային ժողովում տեղի ունեցածի մասով եւ Գարդասիլ հիշում եք, չէ, ինչի է նաեւ ինչի է Արսեն Թորոսյանի մականունը Գարդասիլ։ Հիշում եք, չէ, որ մի հատ Գարդասիլ դեղամիջոց կա, որ բերեցին եւ համատարած սրսկեցին երիտասարդ աղջիկներին եւ երիտասարդ կանանց եւ գալու է ժամանակը, որ մենք բացահայտելու ենք, ես հիմա թիվ եմ հրապարակում 2025 թվականի, այսինքն այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է, ուշադիր լսեք, վերջին 100 տարվա մեջ
վերջին 1 դարվա մեջ ծնունդների ամենացածր ցուցանիշը միգուցե Գարդասիլ Արսեն Թորոսյան, սա ձեր ներարկած Գարդասիլների պատճառով ա եղել, գալու է ժամանակը եւ այդ ամենը մենք իմանալու եք, իդեպ այստեղ քանի որ խոսեցինք, հա, փորձարկումների մասին Հայաստանի բնակչության վրա, իդեպ ուրեմն անգլիական մի պարբերական հրապարակել էր, որ Հայաստանում դեռահասների հաշմանդամություն ունեցող տարեց անձանց եւ ուրեմն նաեւ կանանց վրա տարբեր փորձարկումներ են անում, այստեղ սրանք աղմուկ բարձրացրեցին, նույն առողջապահության նախարարը աղմուկ բարձրացրեց, որ դա սուտ է, ֆեյք է, բայց մենք ինչ ենք կարդում ադրբեջանական վեստի ազում, ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցը գրում է, որ այդ հրապարակումները լոնդոնյան մամուլում պատվիրել է ով բռնվեք, որ չընկնեք, առողջապահության նախարար Ավանեսյանի ամուսինը Ստեփան Ավանեսյանը, ով կտրվել է իր տարբեր պատվերներից, որովհետև նա պարզվում է ինչ որ ընկերություն ունի, որը տարատեսակ դեղորայք է ներկրում եւ ըստ ադրբեջանական վեստիազի բրիտանական այդ մամուլում, որ իբր Հայաստանում դա դեռ պետքա պարզվի անչափահասների, տարեցների հաշմանդամություն ունեցող անձանց վրա տարբեր դեղորայքներ են փորձարկում, այդ մեծ լայնածավալ հոդվածը բրիտանական մամուլում պատվիրել է հենց առողջապահության նախարարի ամուսին Ստեփան Ավանեսյանը, որը իբր դա արել է ըստ ադրբեջանական մամուլի, որպիսի իր ներկրումները վերականգնի, որովհետև ինքը պարզվեց լրջագույն կամպանիա ունի, որը զբաղվում է տարատեսակ ներկրումներով։ Սա էլ ուրեմն Գարդասիլյան թեման ամփոփելու համար կրկնեմ, վերջի 100 տարվա մեջ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Հայաստանում արձանագրվել է 25 թվականի առաջի 3 ամիսներին, այսինքն հունվար, փետրվար, մարտ ամիսներին ծնունդների ամենացածր ցուցանիշը եւ գալու է ժամանակը, որ մենք հասկանալու ենք, որ այս ծնունդների ամենացածր ցուցանիշը ոչ միայն 44-օրյայում բայրակթարների տակ մորթված եւ այդպես էլ չամուսնացած ու երեխաներ չունեցած տղաների, ուրեմն մորթված տղաների պատճառով է, ոչ այլ նաև տարատեսակ Գարդասիլյան փորձարկումների պատճառով է, որ վերջի 100-ամյակում ամենացածր ուրեմն ծնելիության ցուցանիշն ենք արձանագրում։ Տիկին Թոմասյան, ես մի դեպք եմ ուզում հիմա պատմեմ, այսօր առավոտյան ուրեմն ինձ զանգահարել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի մի բնակիչ, եւ ինչ է պատմում այդ բնակիչը, հիշում եք, որ անցած շաբաթ Կալկուտը ամբողջապես վերացրեց տարբեր բնակավայրերի Հայաստանի Հանրապետության, այդ թվում Արարատի մարզի եւ մասնավորապես հիշում են քաղցրաշենցիները բողոքի ակցիա արեցին, Նիկոլ Փաշինյանի հասցեին ինչ ասեցին հեծանիվդ քշելու փոխարեն գնա քո ուրեմն ժողովրդով քո խնդիրներով զբաղվի, իսկ 3 առաջի օրվա սելավը այսպես սրբել տարել է Քաղցրաշենի բազմաթիվ խաղողի այգիներ եւ ինձ զանգող քաղաքացին ասում էր, որ իմ աղջկա խաղողի այգիները եւս ամբողջությամբ սրբել տարել է եւ գիտեք ինչ ասեց, ես վստահ եմ, որ մեզ հիմա նաեւ լսում են Քաղցրաշենի բնակիչներ, ասեց Տիկին Զորաբյան, ես մտածում եմ, որ այն ինչ կատարվում է հիմա Քաղցրաշենի մեր բնակավայրերի հետ, դա Աստծո անեծքն է, դա եռաբլուրի պատիժն է մեզ, հարցրեցի ինչու, ասեց, որովհետև մենք ոչ միայն 18-ին սեղաններ գցել էինք Նիկոլ Փաշինյանի համար, այլ նաև 21 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ որ եղան այդքան զոհեր, երբ որ եղավ հանձնված Արցախ, բարձվում է Քաղցրաշենում ընտրական իրավունք ունի Սիրելի հայրենակիցներ, սա զարհուրելի բան է,
1048 ընտրող եւ պատերազմից հետո Արցախը հանձնելուց հետո Եռաբլուրը մեծացնելուց հետո ընտրական իրավունք ունեցող ընդամենը 1048 քաղցրաշենի բնակիչներից 998-ը պատերազմից հետո նորից գնացել եւ ընտրել է Նիկոլ Փաշինյան եւ այո քաղցրաշենցին ասում էր ես համարում եմ որ հիմա մեր ամբողջ տուն, տեղ, բերք, ամեն ինչ այս կարկուտը, սելավը ոչնչացրել է, դա ես չեմ ասում, դա ասում է ինձ դիմաց քաղցրաշենցին, դա Եռաբլուրի անեծքն է, որ 21 թվականին մենք տրորելով Եռաբլուրը, անտեսելով 5000 եւ ավել զոհերին 98% քաղցրաշենում նորից ձայն տվեցինք Նիկոլ Փաշինյանին ինչ ասեմ ես քաղցրաշենցի ինձ զանգահարած քաղաքացու ասացին որ ինքը ասեց որ սա Եռաբլուրի անեծքն է այն որ ինչ որ մեր գլխին գալիս է որ մեր ամբողջ բերքը ոչնչացվեց սելավն էլ քշեց տարավ սա ուրեմն քաղցրաշենցու խոսքն է Եռաբլուրի անեծք հանուն ոչնչին շարունակվում է չգիտեմ, այդ թեման առանձնացրել եք այո, անպայման Աննան որ ասում էր, հա, միջած ինչի է այդպես ընկնավորում, այս որ Աննայի մասին է խոսում, որովհետև նկատելի է երկու բան է, Թալանի թեման, ուրեմն, այո, որտեղ իրանք Տիկին Թովմասյան ընկնավորվում են միայն այն դեպքերում, երբ որ Նիկոլ Փաշինյանը սեղմվում է, ընկնավորվեք կնոպկան, եւ ընկնավորվում են, այո, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, երբ որ խոսում են իրանց Թալանի մասին, որտեղ Նիկոլ Փաշինյանը այն դագաղները, որ պարացնում էին փողոցներում, այդ դագաղների մեջ լցրել էր ֆեյք թեզեր, Թալանը, նախկինները, Թալանը, հեսա Թալանը բերելու ենք տանք ձեզ, ես նորից եմ ասում, 7 տարվա մեջ Հայաստանի Հանրապետությանը վերադարձվել է 9 անշարժ գույք եւ 2 ընդամենը տրաքած ավտոմեքենա եւ 1.8 միլիոն դոլար, այն դեպքում նորից եմ ասում եւ ասում եմ, որ միայն Snoop Dogg-ի չկայացած համերգի համար պետական բյուջեից տրվել է 6 միլիոն դոլար, 3.5 անգամ ավելի, թան Նիկոլի ասած Թալանը, որ ինքը իբր վերադարձրել է պետական բյուջե։ Թվերով, այո, պարոն Բագրատյանը անհայտացել աստվերից 60 միլիարդ դոլար չկա։ Այո, եւ ես որևէ վերադարձնելու է հենց միասած բառով կոպեկ առ կոպեկ, ոնց որ ասես պարոն Բագրատյանը ժողովրդին։ Ես որևէ հիմք չունեմ չհավատալու լրջագույն տնտեսագետ Հրանտ Բագրատյանի թվերին, որ 7 տարիների ընթացքում գողացվել է այս իշխանության կողմից, ինչպես պնդում է Հրանտ Բագրատյանը, 60 միլիարդ դոլար եւ համաձայն եմ Հրանտ Բագրատյանի հետ, որ կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա, տերև առ տերև, քյաբաբ առ քյաբաբ, խորոված առ խորոված, մուրաբա առ մուրաբա, պոպկորն առ պոպկորն, այդ ամենը վերադարձվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Բայց ես ձեր կարծիքն եմ ուզում լսել, Տիկին Զոհրաբյան, մենք այստեղ միասին անընդհատ ասում ենք, որ պիտի ընդդիմությունը այդ ոնց էին ասում, կոշիկն էլ եթե պետք է հանի, ջուրն էլ, չգիտեմ, խոսքով էլ էս է, բայց այդ բանդայի դեմ ինչ հնարավոր անել։ Դա բանդա է ուղղակի։ Ես հասկանում եմ, որ դա բանդա է։ Դուք պատկերացրեք, ասենք 5 հոգին, այնտեղ 100 հոգի լցվում են, այդ մենակ իրենք չեն, իրանց օգնականներն են լցվում, ոստիկաններն են լցվում, ասենք ինչ պիտի անեն, կեսն էլ կանայք են, ինչ պիտի անեն։ Ես աբսուրդ է։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ բավականաչափ բարդ իրավիճակ է, որովհետև գործ ունենք մի իշխանության հետ, որի համար որևէ կարմիր գիծ չկա, որը կարող է ազգային ժողովում, որի ղեկավարը կարող է ասել գնացեք սպանեք, չեն սպանել Արմեն Գրիգորյանին չեն սպանել, Եռաբլուրը չեն մեծացնել, Սամվելին չտարան չստորացրեցին, մհեր լրագրող չեն սպանել, հոսա նորություն չի, ասենք տանեն 5 պատգամավորներ սպանեն, ես չգիտեմ, ինչ է պետք անել այս բանդայի դեմ։ Ամեն ինչ, Նիկոլ Փաշինյանը հրահանգ տա դահլիճում սպանեք, 1 րոպե անգամ չկասկածեք, որ հարձակվելու են այտենց ողմակով հարձակվելու են եւ ուղղակիորեն սպանելու են։ Գիտեք, սա այլևս
իր բոլոր արիենցիրները, իր բոլոր կարմիր գծերը կատաղած, գազազած, թակարդը ընկած իշխանություն է, ով հասկանում է, որ իր վերջը շատ մոտ է, երբ որ տեսել եք, չէ, վանդակում ընկած գազանը վերջի շունչը տալուց ինչ է անում, սկսում է աչուձախ կծոտել։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իր վերջի սկիզբը տրված է, եւ ուստի ոչ միայն ինքն է այդպես անադեկվատ եւ անկանոն պահում իրեն, ինչպես մենք տեսանք ազգային ժողովում, գեներալին ասել համբալ, կտանեմ ձեզ կգցեմ ԱԱՑ-ի պատվալները, նախկին նախագահներին ասել կտրորեմ, կծխեմ, կծեփեմ եւ այլն, ոտատակ կտամ։ Սա ոչ թե ուժի ցուցադրություն է, սա վախկոտ, մեռնող, թակարդը ընկած իշխանության հոգեվարքի այդ վերջի շնչերն է, բա այդքան տղա ես Արսեն Թորոսյան կամ այն մյուսը, ինչ որ Արթուր չգիտեմ ինչ անբա, Ալիևին Հովանիսյան, բա Ալիևին պատասխանեք, որ ձեր ղեկավարին ասում է հարբած ծաղրացու, որ ամեն ուրեմն փողոցում Ռուսաստանի եւ ասում են Բաքվի որևէ ռեստորանում, որևէ հարսանիք եւ կնուկ չի անցնում առանց նո օլդու Փաշինյան երկի, բա պատասխանեք իրան, պատասխանեք Ալիևին, որի ներկայացուցիչ ուրեմն արտաքին գործերի նախարարը եւ Հիկմետ Հաջիևը հենց երեք նորից հայտարարեցին, որ Հայաստանը պետք է հրաժարվի խաղաղության պայմանագրի ստորագրման ցանկացած գաղափարից, մինչև շատ մոտ ժամանակում չկատարի փոփոխություն, չփոխի իր սահմանադրությունը, բա տղայեք, Ալիևին ասեք անբարոյական պորնիկի տղա, մենք մեր սահմանադրությունը կփոխենք, երբ որ ցանկանում ենք, թե Ալիևից վախենում ենք։ Ալիևին թող ասի քո ինչ է, հերը, մերը, դե ասա։ Բա տղա ես Ալիևին ասա, կարծես բա չես ասի։ Ալիևին տղա ես, Կոնջոյան դու ասա, այն Արթուր Հովանիսյան, այ լանդակություններ։ Իմիջայլոց հիմա մի հատ թեզ են, Կոնջոյանն է խոսել, թեզ են զարգացում, թե դուք ով եք 10 միլիոն էլ չկայք, ինչի՞ պիտի երկու հանրապետություն եք, այդ տականք։ Բա ոնց ունեինք 30 տարի երկու հանրապետություն։ Եվ այդ ոնց եղավ, որ պիտի աշխարհը հանդուրժի, որ Թուրքիան վերակենում, իրենք հայտարարում են, ասում են, մենք ունենք 3 հանրապետություն, արդեն Կիպրոսն էլ իրենցով են արել, Ադրբեջանն է, Թուրքիան է, իրենցով են, դա իրենց կարելի է, գնացել են ուրիշի հողերը վերցրել են։ Պատմական մեր հայրենիքը 3000 տարվա ոչ մեկ չկարողացավ հայաթափել, հա, ավիրել է ձեզ միակը դուք եք, հիմա ինչի մասին է, ստատուս քվոյով պահում էին, եւս 10 տարի, 20 տարի պահում եք, դա մերներ ու շարունակում էր մնալ մերը, հիմա այս տականք թեզն են իրենք առաջ քաշում։ Ակնհայտ է եւ այդ մասին խոսել է նաեւ Ալիևը 44 օրյա պատերազմից հետո Քաշաթաղում Ալիևը հայտարարեց, եթե շարունակեի ապավինել Արցախյան խնդրի բանակցային ընթացքին, ապա այս հողերը մշտապես մնալու էին հայկական։ Հիմա հասկացաք, որ մենք ունեցել ենք փայլուն իշխանություններ, երկու ղեկավարներ, նախագահներ, ովքեր կարողացել են 20 տարի շարունակ, այո, բանակցային գործընթացով պահել եւ զուգահեռ նաեւ զինվել եւ վերջում էլ ունենալ միայն պահեստային 6 միլիարդ զենք, որ տականք վիժված Սերժ Սարգսյանի ժամանակ կուտակված ստեղծած զենքը, որ վիժված, որ դու այդ ամբողջը հանձնեցիր ճշնամուն։ Տիկին Թովմասյան, կամ բոլոր պայմանագրերը նախ նորից ուզում եմ հիշեցնել, որ սրանք ազգային ժողովի ամբիոնից էլի, հա, կասկածի տակ էին դնում, հա, ընդհանրապես բանակցային ժառանգությունը Նիկոլ Փաշինյանին հանձնված, որի վրա ինքը թքեց եւ ասեց ես բանակցությունների մասին ինֆորմացիա ստանում եմ Ալիևից, քո Ալիևը Քաշաթաղում 44 օրյայից հետո հայտարարեց բանակցությունները տանելու էին նրան, որ բոլոր այս հողերը մնալու էին հայկական եւ դրանից հետո տեղի էր ունենալու իրավական ուժ ունեցող հանրաքվե, ավելին հանեք բոլոր պայմանագրերը, եթե այս մահաբեր իշխանությունը չլիներ, մինչև 22 թվականը Հայաստանը 300-ից ավել ամենամոդիֆիկացված անօդաչու թռչող սարքեր, նաեւ հակաօդային պաշտպանության համակարգեր էր ստանալու, սրանք եկան, գնացին միլիոններ ծախսեցին եւ Հորդանանից բերեցին մետալալոմ, մետաղի ջարդոն, որ Հորդանանը պիտի դրանք հսկայական գումարներ ծախսեր, որ ոչնչացներ, բերեցին կներեք այդ բարի համար տուլի տարեցին սրանց վրա, հետո գնացին երկու հատ, ուրեմն
սարք բերեցին, հա, անոթ սարք բերեցին, այդ սուերը բերեցին, առանց ռազմա գլխիկի, Նիկոլն էլ գնաց, այսինքն իրականում բերեցին, երկու հատ այդ սու, սելֆի ձող, Նիկոլ Փաշինյանն էլ գնաց, նստեց մեջը, սելֆի արեց, ահա այսպես են հանձնել Արցախը եւ ահա այսպես են սրանք պատրաստվում հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ հիմա ես ուզում եմ անդրադառնալ նաեւ երեք տեղի ունեցած մի միջադեպի դուք գիտեք որ սրբազան շարժման երիտասարդները 18, 17, 16, 20 տարեկան աղջիկներ եւ տղաներ անցկացնում են չեմ վստահում ակցիան ուրեմն 3 աղջկա 20 տարեկան որոնցից երկուսը եւ նաեւ զոհվածներ հա ուրեմն երեխաներ բերման են ենթարկել քնչական բաժանմունք միջև գիշերվա 1:30 ժամը 1:30 պահել են քնչական բաժանմունքում ընդամենը Նիկոլ Փաշինյանի նկարով չեմ վստահում թռուցիկներ փակցնելու համար հետո նրանց ենթարկել են վարչական տուգանքների բա Նիկոլ ինչ է ուզում կարողա ուզում է իր թռուցիկ փակցնեին քո նկարով ու Աննայի վրեն գրեին I love you այդ է ուզում բա ինչ վաստակել ես դա էլ ստանալու ես եւ նաեւ երկրորդ ուրեմն ահաս արսուր դեպքի մասին եմ ուզում խոսել որտեւ ինձ ահազանգել էր գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի քրոջ աղջիկը մենք տեսանք թե ինչպես Լիլիթին տնային հագուստով հողաթափերով են որ ասում են բռնություն չի եղել չեն թույլ տվել նույնիսկ տան հագուստը փոխի հողաթափերով բերման են ենթարկել եւ ինչպես ինձ փոխանցեց Լիլիթի նվաստացնելու այո Լիլիթի քրոջ աղջիկը ինչպես ինձ փոխանցեց կարողացել են շատ կարճ խոսել Լիլիթի հետ ով ասել են ոստիկանը Կարեն անունով ասել է սրան կտեղազննեք կամերաների ներկայությամբ այսինքն կնոջը զննել են ավել բան չեմ ուզում ասեմ տեսախցիկների ներկայությամբ ու հետո երեք ազգային ժողովի ամբիոնից բղավում էին մեր իշխանությունը մարդ չի սպանել յա իրոք բայց ձեր ղեկավարի կորտեժի տակ տրորված Սոնան եւ նրա չծնված երեխան բա Արմեն Գրիգորյանը ով մահացավ իմ աչքերի առաջ ուղիղ եթերում Արմեն Գրիգորյանը մահացավ դահլիճում իմ աչքի առաջ բա լրագրող Մհեր Եղիազարյանը բա այն Եղեգնաձորցի գնդապետը որին ըստ բազմաթիվ հրապարակումների ծեծին ուղղակիորեն մասնակցել է Վայոց ձորի նախկին մարզպետը եւ բազմաթիվ դեպքեր այս ձեր աչքին չի երևում հա բա նույն Մանվել Գրիգորյանը բա ձեր զոհը չի բա դա սպանություն չէր այնպես որ ամոթ դուք ձեր իշխանությունը իրավունք չունի խոսելու բռնարարքներից ել չեմ խոսում են քաղաքական հետապնդումները որոնց ենթարկվում են բոլոր նրանք այդ թվում լրատվամիջոցներ բոլորը մենակ հայելու դեմ այո քանի գործ հարուցված է հունիսի 11-ին լրանում է 2 տարին Արմեն Աշոտյանին պահում եք քաղաքական հետապնդման մեջ ամեն շաբաթ խայտարակ դատավարություն է երեք հերթական դատին ես եւ Տիկին Թովմասյանը ներկա ենք եղել վկային Տիկին Զորաբյանը ասում է ուրեմն կանգնած ասենք վկայա խոսում է ասում է բառը ասել է մեզ այդ բառը ասել եք այդպես այդ բառը ուրեմն ասել բարի վերջին տարը չէ վերջին տարի հոդը հա իմիջիատը գետա դատախազին չասում լեզվա մտածողության փոխարեն ինչ որ մի հատ անկապ ինչ որ բառեր ասում դա լեզվի եսի ինչի մտքի ձևի ինչ որ անհեթեթություն է դուրս տալի հա միտքը ինչա ուրեմն միտքը բառը ուրեմն բառը ինչա ուրեմն բարի տարը ուրեմն բարի ես 45 րոպե նստեցի մի ժամի մոտ չէ այո խայտարակությունը որովհետև Նիկոլը ասել է ամեն ինչ կանեք Արմենին ինչքան հնարավոր է պահել չէ Տիկին Զորաբյան ես մեկը ասենք բանը հանրային դեմք է գործիչ է լուսաբան դուք պատկերացնում եք ինչ է կատարվում առհասարակ իհարկե
Իհարկե, սա խայտարակություն է, տանում են 30-ամյա կնոջ, այն նույն րոպեներին, երբ որ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին ասում էր համբալ, ոտիցդ կկախեմ, հենց այդ նույն ժամերին երկու անչափահաս երեխա ունեցող 30-ամյա կնոջը տարել են դատախազություն, ընդեղից էլ քաղմաս, ընդամենը Facebook-յան գրառման համար, որ կինը գրել է հող հանձնողի ձեռը պիտի կտրել, բա ոնց հող հանձնողի ձեռը պիտի հաչել դնել գլխին, հա, հասկանում եք սա ինչ է կատարվում։ Այդ թուրքերը կանեն ձեզ, այդ կպաչեն կդնեն, բայց հետո իրանք գիտեն ինչ են անում։ Եվ նորից ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին, ես հասկանում եմ, որ իրավիճակը իսկապես լարված է, որ ուրեմն ես անկեղծ ասած ես նոր նայում էի, թե ես անձամբ ինչքան պիտի աղբահանության գումար մուծեմ, գիտեք կարգը փոխել են, ես շոկի մեջ 5-6 անգամ թանկացրել են, քառակուսի մետրով են հաշվում, դուք հասկանում եք սա ինչ թալան է, մարդիկ տներ ունեն, ասենք տարեցկին է, որդիները սարքել են կամ տարեցկինը խորհրդային տարիներին աշխատել է, եկել էր ասում էր լավ, ես ինչ անեմ, այո, ոչինչ 40,000 թոշակ է ստանում, ինչ ասում, Նիկոլասը գնա մի հատ գյուղի բուտկայում ապրի, ասում է ես ինչի պիտի ամբողջ կյանքում ապրել եմ կենտրոնում, Արաբկիրում, ինչի պիտի ես իմ տունը ծախեմ, քանի որ չեմ կարողանում գույքահարկ վճարեմ, Նիկոլն ասում է չես կարում, տունը ծախի, մենք քպիականներով կգանք ձեր տները կառնենք, դու էլ գնա մի հատ Համզաչիման գյուղում բուտկար 3000 դրամ գույքահարկ վճարի, դուք հասկանում եք սա ինչ թալան է, սա ինչ կատաստրոֆա է, ես գնացի աղբահանության գումարը վճարելու, շշմեցի, 6 անգամ ավել աղբահանության գումար ես հիմա պիտի վճարեմ որպես քաղաքացի, այս ինչ եք անում, այս ինչ թալան է, Նիկոլ բա ասում էիր քաղաքացին տուգանքի մատերիալ չի, քաղաքացին թալանի մատերիալ չի, դրել ես, այսենց առանց լվացքի մեքենա քաղաքացուն մրզում ես, կախում ես, ինչ ա ուզածդ, որ կենտրոնում ապրողները բոլորը իրանց տներից դուրս գան, որ քո գեղացի քպիականները գան այդ տները գրավեն, չի լինելու Նիկոլ, չի լինելու, դու քաղաքացուն չես քերթելու, անգամ ենք Հաղցրաշենցուն, 21 թվականին քեզ 90% ձեն ա տվել, անգամ Իրան ենք մենք պաշտպանելու, հա Իրան ենք պաշտպանելու, որ շատերը ասում է չի հասնում իրանց, Արտաշատի ռեգիոնի գյուղերի բնակիչներին, Գյումրու ռեգիոնի բնակիչներին, Արմավիրի բնակիչներին չի հասնում պաշտպանություն, որտեղ պատերազմից հետո, ինչպես ասաց Քաղցրաշենի բնակիչը, եռաբլուրի անեծքը վրան, գնացել ընտրել են քեզ, բայց մենք իրանցել ենք պաշտպանելու, չենք թողնելու, որ դու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն սարքես սենց գազարով, ինչպես իրանցից մեկն էր ասում, դնես ու միջև վերջ ծորկայես, սա է իրականությունը, սիրելի հայրենակիցներ ամփոփելով, քանի Նիկոլ Փաշինյանը կա, այն Նիկոլը թալանել ալինելու, մահել ալինելու, պատերազմել ալինելու, դուք էլ ես էլ, բոլորս էլ, 4 պատերազմ վերող թալանչի Նիկոլ, այո, դուք էլ, ես էլ, բոլորս էլ, ինչպես ես 7 տարիների ընթացքում եղել ենք թնդանոթի միս, մեր երեխաները պատերազմի մատերիալ, թալանի մատերիալ, քանի սա մնաց, այդպես ա լինելու իդեպ 26 թվականին, նաև գույքահարկի են վերջի 25% ավելացումն ա ուժի մեջ մտնելու, դուք պատկերացնում եք սա ինչ ա նշանակում, դուք պատկերացնում եք ամեն մեկս մեր գույքի համար, այն գույքի, որ ձեռք ենք բերել խորհրդային տարիներին, ինչ խայտարակ գումարներ են վճարելու, հիմա գնացեք աղբահանության գումարները, այլևս քառակուսի մետր հաշվարկով ա եղել, տեսեք թե ինչ խայտարակ թվեր ա եղել, սա թալան ա, այս թալանը արվում ա, որովհետև սրանք չեն կարողանում պետական բյուջեն լցնել, այս իդեպ նաև պետական պարտքը խայտարակ ավելացել ա, եթե ստվերից 60 միլիարդ գողացել ա Նիկոլ, ինչ եք ուզում, ինչի մասին ա խոսքը, սա է ցավոք իրականությունը, ես ցավում եմ, որ ամեն անգամ մենք ստիպված ենք լինում ահա այսպիսի կարևորագույն, բայց ծանր խնդիրների մասին խոսել, բայց ամեն օր մենք ցանկացած հարթակից ավելի ծանրագույն խնդիրների մասին ենք խոսելու, քանի կա Նիկոլ Մահաբերը։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։